Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր անջատեք խոսափողը պոդքասթի 4-րդ թողարկումն է եւ այսօր մի շատ հետաքրքիր փաստի արձանագրմամբ եմ ցանկանում սկսել մեր պոդքասթը։ Տիգրան Ավինյանը եւ ամբողջ ՔՊ-ական իշխանությունը նոր ռեկորդ սահմանեց դուրս գալով բնության եւ կենսաբանության դեմ, քանի որ մարդը քնած վիճակում չի կարող հոտ զգալ, սակայն նրանք այնպիսի ռեկորդ կարողացան սահմանել, որ մարդիկ այսօր քնած տեղը զգացին, թե ինչպես է Սովետաշենի աղբավայրը այրվում եւ այդ հոտից արթնացան։ Բարենպաստ պայմաններ են ստեղծում մարդկանց ռեկորդների հասցնելու համար ներկայիս իշխանությունները։ Օրինակ, այսօր շահածեն են մարդիկ, ովքեր ունեն շնչառական խնդիրներ եւ օրինակ ալերգիայի կամ գրիպի պատճառով չեն զգում ոչ մի հոտ։ Ես այդ մարդկանցից մեկն եմ, շատ երջանիկ եմ։ Ես եկա նկարահանման, նանեն ասում է հոտ զգացել ես, ասում չէ, ինչ հոտ։ Ասում է ոնց լուրջ դու չես զգացել։ Ու ամենավատը այն է, որ ես պատկերացնում եմ, թե ինչա կատարվում են մարդկանց հետ, ովքեր որ ապրում են Նուբարաշեն վարչական շրջանում կամ Էրեբունի վարչական շրջանում։ Շենգավիթում ու Մալաթիայում էլ շատ ուժեղ հոտ է զգացվում։ Որովհետև ես ապրում եմ կենտրոն վարչական շրջանում, ուղղակիորեն այդ հոտից եմ արթնացել, խեղդվելով եմ արթնացել այդ հոտի չափից ու տհաճությունից ու բացի այդ նաև արի ֆիքսենք այն հանգամանքը, որ այսօր ու վաղը Էրեբունի Երևան տոնին նվիրված միջոցառումներ են իրենք ձեռնարկելու իրականացնում ու դրան զուգահեռ Ավինյանն ասում է խորհուրդ ենք տալիս քաղաքացիներին տներից դուրս չգալ։ Այո, նաև չզբաղվեն սպորտային ակտիվությամբ ու նաև ինքը այդտեղ իր ստատուսում նշում է այն մարդկանց, ովքեր որ ունեն խնդիրներ շնչառության հետ կապված խնդիրներ ու այստեղ մի հետաքրքիր հարց է առաջանում, արդյոք այդ օդի մեջի միկրոբները, բակտերիաները, չգիտեմ ինչա կոչվում, ոնց են հասկանում մարդը առողջ է թե ինչ որ օդային շնչելու շնչառական խնդիրներ ունի, այսինքն եթե ինքը վնասում է մենակ շնչառության հետ խնդիրներ ունեցող մարդկանց, այսինքն մարդկանց չի վնասում, իր էտա տրամաբանությունը 2 օր է, չէ, արդեն ինչ վարվում է Սովետաշենի աղբավայրը ու չնայած 2 օր չի, արդեն ամառվանից սկսած այդ ուժեղ հրդեհներ եղան, ամբողջ այդ ծուխը մառախուղը լցվեց քաղաք, շնչառական խնդիրներ ունեցան շատ ու շատ մարդիկ ու անցել է արդեն գրեթե 3-4 ամիս, այսօր Տիգրան Ավինյանը նոր որոշում է բողոքի տնօրենին ազատել աշխատանքից անփույթ աշխատանքի համար։ Ու նաև պատճառաբանությունը, չէ, այստեղ առաջ քաշել, որ սա մարդիկ են, օտար մարդիկ են եկել վառել, գնացել։ Ու այստեղ նաև մի հետաքրքիր հանգամանք էլ կա, ամառն էլ էր վարվում այդ աղբավայրը, ամառը մի քանի դեպք ունեցանք, որ էլի մարդիկ շնչահեղձ էին լինում եւ բացի այդ մի քանի տարի առաջ էլ, այսինքն մենք բարբերաբար ունենում ենք այդ խնդիրը։ Ու ինքը նոր 3 որոշեց ասել, որ ինչ որ մեկն է, չգիտեմ, ըստ իր բնորոշման ինչ որ մեկը մտնում է ու սա հաղորդում է հանցանքի մասին, կարծում եմ իրավապահ մարմինները պետք է ուշադրություն դարձնեն սրան, կամ սուտ զրպարտությունների համար, կամ աշխատանքային բաց թողումների համար, կամ էլ եթե իրոք նման դեպք է գրանցվել, ապա ինչի հատուկ պահպանման տարածքը չունի բավարար հսկողություն խնդրի լուծման համար։ Որտեղ Սովետաշենի Սիբիլյանոցը համարվում է հատուկ պահպանվող տարածք, ինչպես օրինակ Զորամասը, այսինքն մարդը ուղղակիորեն ես չեմ կարող գնալ ու մտնել Զորամաս։ Հետաբար ես նույնիսկ չեմ կարող գնալ եւ մտնել Սովետաշենի Սիբիլյանոց։ Աղբավայրի տրամաբանությունը պարզ է, կարծում եմ, թե ինչի, որովհետեւ չգիտեմ, շատ մարդիկ կարող են տարբեր բաներ տանել այնտեղ պահել, բնականաբար Սիբիլյանոցը ոչ մեկ ուշադրություն չի դարձնի եւ այլն եւ այլն։ Բայց շեղվելով էս, հա, մառախ լապատ առօրյայից փաստենք այսօր արձանագրենք մի բան, այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է։ Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն աղջիկ երեխաներ եւ ցանկանում տարոսը բոլորին եւ խոսելով այս թեմայի մասին կցանկանամ քննարկենք մի շատ կարեւոր թեմա, կանանց դերը քաղաքական եւ հասարակական կյանքում ներկայիս։ Հայաստանի օրինակով նայելիս կարելի է արձանագրել մի բան վերջին տարիներուն, օրինակ շատ ուժային կառույցների ղեկավարներ նշանակվել են կանայք։ Ինչի հետ է դու դա պայմանավորում։ Նախ արի փաստենք այն հանգամանքը, որ միշտ կանանց դերը շատ բարձր է գնահատվել քաղաքականության մեջ ու մենք միշտ ունեցել ենք կին նախարարներ, բայց եթե առաջ մենք ունեինք կին նախարարներ, ովքեր որ համապատասխանում էին այն ոլորտներին, որտեղ որ լինեին, հիմա ունենք մի իրավիճակ, որ ուժային կառույցների ղեկավարները նշանակում են կանայք, որը որ ինձ թվում է մենք դեռ չենք հասել զարգացման այն մակարդակին ու այն ասպեկտին, որ կանայք լինեն
ուժային տեսչությունների, ուժային կառույցների ղեկավարներ, ինչը որ կարող է վատանդառնալ ընդհանուր կառույցի աշխատանքի վրա եւ բացի այդ պետք է այդ կինը, որը որ նշանակվում է այդ պաշտոնին, համապատասխան ուղի անցած լինի, որը որ ոչ բոլորի դեպքում է համապատասխանում, ինչը որ իրենից բխելու է բացասական հետևանքներ, այսինքն այն մարդիկ են հայտնվել այդ տեղերում, որ չպիտի հայտնվեին, ու այն մարդիկ են հայտնվել այդ տեղերում, ովքեր որ այդքան չեն պատկերացնում իրենց գործունեությունը։ Օրինակ ես չեմ պատկերացնում, թե ոնց կարող է գաղութների վարչության պետը լինել կին։ Շրջայցերի ժամանակ արձանագրել շատ ու շատ բաներ, ու իմ համար այդ մի կողմից դիսկոմֆորտ է պատկերացնել այդ կնոջ գործունեությունը կոնկրետ, ու իմ կարծիքով ոչ այնքան նպաստաբեր է։ Այսինքն արդյունավետ աշխատանք չի կարող իրականացնել կոնկրետ այդ պաշտոնում կինը, չնայած նրան, որ ես բարձր եմ դասում կնոջ դերը քաղաքական եւ հասարակական կյանքում, այնուամենայնիվ կան ոլորտներ, որտեղ ուղղակի պետք է թողնել տղամարդուն, ասել գնա աշխատի, շենացրու, զարգացրու։ Այո, օրինակ մենք ունենք լիքը երկրներ, որոնց վարչապետները կամ նախագահները կապված ելնելով երկրի կառավարման մոդելից, այսինքն խորհրդարանական կառավարման մոդելը թե նախագահական կամ կիսանախագահական, կան են, սակայն օրինակ Հայաստանի պարագայում ես չեմ պատկերացնում, որ լինի կին վարչապետ կամ եթե ինչ-որ մի պահի Հայաստանը վերադառնա նախագահական կամ կիսանախագահական մոդելի, երկրի նախագահան լինի կին, կապված աշխարհաքաղաքական իրողություններով, պատերազմական իրավիճակում գտնվելով եւ տարբեր այլ ասպեկտներ հաշվի առնելով։ Այստեղ պետք է արձանագրել մի բան, որ 2010 թվականից սկսած Սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները գնալով նվազել են, չնայած նրան, որ պատերազմից հետո 2020 թվականից հետո արդեն բոլորի մոտ էլի առաջացել է ցանկություն ավելի շատ տղա երեխա ունենալու, բայց 2012 թվականին օրենքի ուժ ստացավ մի բան, որ մինչև 12 շաբաթականը չի կարելի հայտնել երեխայի սեռը, իսկ 12 շաբաթականից հետո արդեն հղիության արհեստական ընդհատումն է արգելվում, ինչը եւս նպաստում է նրան, որ կոնկրետ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները գնալով ավելի նվազեն։ Դες դու նշեցիր պատերազմի ավարտի մասին եւ որ մարդիկ ավելի շատ ձգտում էին տղա ունենալ, իդեպ տենց հետաքրքիր հետազոտություն կա, որ նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավելի շատ արական սեռին, այսինքն տղա երեխաներ են ծնվում, քանի որ բնությունը ցանկանում է վերականգնել այն կորուստները, որը որ տվյալ երկրի տարածքում եղել են։ Եվ հենց այդ ժամանակահատվածը օրինակ կոչվում է baby boom-ի ժամանակահատված, երկրորդ համաշխարհայինից հետո եկող ժամանակահատվածը, որովհետև անդադ երեխաներ էին ծնվում ու մեծամասնությունը տղա երեխաներ էին ծնվում, ու նույն իրավիճակը մենք ունեցանք Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո ավելի շատ տղա երեխաներ ծնվեցին, քան աղջիկ երեխաներ։ Իհարկե, այստեղ որոշակի չափով կարող ենք իհարկե սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հանգամանքը ֆիքսել, բայց բացի դրանից էլ նաև բնությունը ցանկանում է, որպեսզի վերականգնվի։ Վերջին շրջանում ուսումնասիրում էի, թե ավելի շատ ինչ անուններով են սկսել կոչել երեխաներին, ու ողջունելի է, որ այդ անունները սկսվում են օրինակ հայկական Շուշի անունով, տղաներին է հիմնականում Նժդեհ, Տիգրան, Մոնթե, հայկական անուններ են հիմա սկսել գերադասել եւ սա շատ ողջունելի է։ Եվ շարունակելով այսօրվա այս հրաշալի թեմաները, այսօր երեկոյան ժամը 8-ին տեղի ունենալու ֆուտբոլային հանդիպում։ Հունգարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։ Ինչ ակնկալիքներ ունես այս խաղից։ Ես ռեալ գնահատելով մեր թիմի ուժերը նախորդ խաղից հետո արդեն կարծում եմ հաղթանակը ոչ այնքան սարերի ետևում է, այսինքն հնարավոր է հաղթանակ, հնարավոր է նաև նիչիա, այսպես ասած, ոչ ոքի։ Մեծ սպասումներ ունեմ տղաներից, մանավանդ որ կազմը թարմացվել է եւ արդեն մի քանի ժամ հետո հաշված ժամեր անց մենք կտեսնենք տղաների խաղը։ Խոստանում ենք խաղից հետո եւս թողնել մեր ֆիդբեքը, գնահատականներ տալ եւ ես վստահ եմ, որ գնահատականները պետք է լինեն բարձր միայն, որովհետեւ վերջին շրջանում տղաների մոտ գրանցվել է մոտիվացիայի բարձրացում։ Այո, որը որ կապված է վերջին խաղի հաղթանակով, հուսանք մոտիվացիան իրեն կկասի, կշարունակվի հաղթանակը։ Հաջորդող խաղերը նույնպես կհաղթեն մեր տղաները։
թեև որոշակի մեկնաբաններ եւ ֆուտբոլային գիտակներ նշում են, որ դժվար է պատկերացնել այսօր մեր հավաքականի հաղթանակը, բայց այդուհանդերձ լիահույս ենք, որ մեր հավաքականի տղաները իրենց խոսքը կասեն եւ դաշտում կգրանցվի եւս մեկ հաղթանակ եւ բացի այդ տարի չմոռանանք, որ տարիներ շարունակ մենք ունեինք այն ստատիստիկան, այն վիճակագրությունը, որ մենք դրսի խաղերում ենք հաղթում, իհարկե վերջին տարիներին ոչ մի խաղում չենք հաղթում։ Դա կախված է ՀՖՖ ղեկավարության հետ, բազմիցս նշել ենք եւ շարունակում ենք նշել, որ երբ որ փոխվի ՀՖՖ ղեկավարությունը, արդեն մենք կունենանք նորմալ, զարգացված եւ առաջ գնացող ֆուտբոլ, եթե ունենանք մենք կրկին այն պատկերը, երբ որ դա տարիներ առաջ ունեինք, կարծում եմ ամեն բան կլինի նորմալ, կլինի իր տեղում, բայց ամեն դեպքում տղաներից ունենք մեծ սպասելիքներ։ Իդեպ մարզիչը նշել էր, որ ինքը հանդիպելու է Հենրիխ Մխիթարյանի հետ։ Մինչև այժմ մենք սպասում ենք այդ հանդիպանը։ Անցած հաղորդման վերջում էլ մենք նշեցինք, որ դեռևս սպասում ենք հանդիպմանը։ Այո։ Իսկ մենք ամեն հաղորդումներին կնշենք դա, մինչև Եղիշե Մելիքյանը որոշի ի վերջո հանդիպում ստեղծել Հենրիխ Մխիթարյանի հետ ու էլի շարունակելով Հենրիխի թեման։ Հենրիխ Մխիթարյանը գրել է ինքնակենսագրական։ Ես ինչպես հասկացել եմ, ինքնակենսագրականը իտալերեն լեզվով է, ինչը որ բարդություն է մեր համար, քանի որ մենք չենք հասկանում իտալերենը եւ չենք կարող կարդալ։ Սպասենք թարգմանության։ Հույս ունենանք մոտ ապագայում գիրքը կթարգմանվի։ Իդեպ Հենրիխ Մխիթարյանը գրքում նաեւ անդրադարձել է Հայաստանի հավաքականում այլևս չխաղալուն եւ նշել է, որ երբ որ ժամանակը գա, ինքը արդեն որոշակի փակագծեր կբացի։ Բայց կարծում եմ շատերի համար արդեն պարզ է Հենրիքի հավաքականը լքելու պատճառները։ Կարծում եմ այս թեման արդեն բացելը մեկ անգամ եւս ցույց կտա, որ Հենրիքի վերադարձի ժամանակն է ու մենք վստահ ենք, որ շատ շուտով այդ վերադարձը տեղի կունենա։ Թե դա լինի, չգիտեմ, օրինակ ՀՖՖ-ի ղեկավարության հեռացումից հետո, հա, կադրային փոփոխությունից հետո երբ կլինի, դա արդեն երկրորդական է, կարևորը որ ինչ-որ շրջանում։ Դե նշեցիր ՀՖՖ-ի մասին, ցանկանում եմ նաև խոսենք այն մասին, որ մեր ՀՖՖ-ին տուգանել են 14000 եվրո։ 1000 եվրոյով, ելնելով այն հանգամանքից, որ ինչ-որ մարդիկ ցանկացել են մտնել խաղադաշտ, բացի խոսքը նախորդ երկու խաղերի մասին է։ Խոսքը ազգային հավաքականի նախորդ երկու խաղերի մասին է եւ բացի այդ որոշակի կանոնների խախտումները ՀՖՖ-ն թույլ տվել։ Խոսելով էլի հավաքականի մասին, Սպերտյանի հարցն է շատ լուրջ։ Կան ասեկոսներ, որ խաղային հանդիպումներից մեկի ժամանակ, ակումբային հանդիպման ժամանակ Էդուարդ Սպերտյանը հակառակորդ թիմի մասնակիցներից մեկին, ով սևամորթ է, վիրավորանք է հնչեցրել եւ այս մասով Էդուարդ Սպերտյանին ցանկանում են որակազրկել։ Իհարկե Էդուարդ Սպերտյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ բացի այդ հերքել է այդ նորությունները, ասելով որ նման բան տեղի չի ունեցել եւ նույնիսկ առաջարկել է, հա, շրթունքներով կարդալ, այդ որպեսզի հասկանան արդյոք նա նման արտահայտություններ թե հակառակորդ խաղացողն է արդեն այդտեղ սուտ խոսում եւ ես հուսով եմ, որ այս վիճակը շուտ կշտկվի։ Բացի այդ, ինձ թվում է թեման բավականին արհեստականորեն ուռճացված է, քանի որ սպորտում չեմ ցանկանում ասել, որ նորմալ է նման վարքագիծը, բայց առհասարակ, երբ որ մարզիկը խաղում է, խաղալուց մարզիկը այլ մարդ է դառնում եւ որոշակի արտահայտություններ եւ բառամթերք են խաղացողները թույլ տալիս իրար հանդեպ։ Կարծում եմ էմոցիոնալ ֆոնի տակ ազդեցության տակ է տեղի ունենում այդ ամեն ինչը ու ամեն ինչին տենց լուրջ վերաբերվել, ամեն ինչին 100%-անոց այդպես քննադատորեն մոտենալ, կարծում եմ սխալ է։ Այո, բացի այդ, օրինակ ես չեմ բացել վիդեոն, որպեսզի շրթունքներով հասկանամ ինչ է ասել Սպերտյանը, բայց ինձ թվում է դրա անհրաժեշտությունը չկա, անիմաստ ուռճացված թեմա է, ուղղակիորեն ցանկանում են եւս մեկ մարդու անարգանքի սյունին կամել իրենց ցանկությունները։ Կարծում եմ անարխորժությունը շուտ կլուծվի եւ շարունակելով սպորտի թեման, ցանկանում ենք շնորհավորել Գարիկ Կարապետյանին, ով աշխարհի առաջնությանը նվաճեց բրոնզե մեդալ եւ բարձր պահեց մեր երկրի դրոշը։ Աշխարհի խաղերից, հա, կարող է շատ սպասելիքներ ունեինք, այս անգամ մի քիչ ավելի քիչ,
հա, ստացանք, բայց վերջին տարիներին մեր մարզիկները հիանալի հաղթանակներ են մեզ պարգևում, չնայած ես մինչև հիմա օլիմպիական խաղերից հետո Արտուր Ալեքսանյանի երկրորդ տեղը զբաղեցնել, այսպես ասած, չեմ կարողանում մարսել, քանի որ բնականաբար սպասելիքներն այլ էին եւ կոնկրետ սպորտսմեններին էլ վերջին շրջանում էլի, հա, ասոցացնելով շատ քաղաքական դեմքերի հետ, այսպես ասած, սկսում են թիախավորել։ Ինչի՞ էտես հա պայմանավորված։ Օրինակ, կհիշես Հենրիխ Մխիթարյանը, երբ որ պետք է պարգևատրվեր վարչապետի կողմից, ինքը մերժեց դա։ Իսկ շատ ու շատ մարզիկներ չեն մերժել եւ ստացել են դա, նույնիսկ գիտեմ, որ շատերը նրանցից լավ հարաբերությունների մեջ են ներկայիս, հա, ղեկավարության հետ, իշխանության հետ ու դա այստեղ խնդիր կա, որ մարզիկները մտածում են, որ իրենց աշխատանքն է գնահատվում, այսինքն իրենք կոպիտ ասած կան չէ, մարդիկ որ ասում են մենք չենք մտնում քաղաքականության մեջ, բայց երբ որ դու չես մտնում չես զբաղվում քաղաքականությունով, քաղաքականությունն է զբաղվում քեզնով ու այս պարագայում էլ մենք չենք կարող իրենց մեղադրել ինչ որ մեդալներ վերցնելու մեջ, սակայն պետք է հասկանալ, թե ումից ես մեդալ վերցնում եւ արդյոք նման մարդուց կամ նման կառավարությունից մեդալ ստանալը քեզ համար պատիվ է։ Էլի խոսելով այս ամենի մասին, պետքա արձանագրել մի բան, որ մենք թեկուս ավելի հա տարիքային փոքրների սպորտ դպրոցներում չունենք անհրաժեշտ ոչինչ։ Ոչ նորմալ վերանորոգում ունենք, ոչ կահավորում ունենք, չունենք ոչինչ, որ մենք մարզիկ մեծացնենք, ուղարկենք առաջնությունների, դա լինի մարզադպրոցները շատ վատ վիճակում են գտնվում, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ավելի վատ վիճակում են գտնվում եւ հիշում ես մենք կարծեմ մեր թողարկումներից մեկի ժամանակ խոսել էինք այն մասին, որ ծանրորդ աղջիկ կարող որ մեդալեր շահել եւ եկել էին նկարելու ուղղակիորեն ես ամաչում էի տեսնելով թե այդ երեխան որտեղ է պարապում եւ այդ հոլովակը հետագայում ցույց են տալու եվրոպական մի շարք երկրներում ու մարդիկ տենալու են ու Հայաստանի մասին այդ կարծիքն են կազմելու։ Դե շատերը այստեղ կարող ասեն նայեք օրինակ համաշխարհային աստղային նայեք Ռոնալդոին եւ Մեսսիին ու իրենք կասեն որ օրինակ վստահաբար իրանք էլ այնպես այնց հրաշալի պայմաններով չեն սկսել բայց չի կարելի այստեղ օրինակ անտեսել են ֆակտորը որ եթե ունենաս նորմալ գորգ ամենատարական բաներն եմ ասում նորմալ վերանորոգում ջեռուցում վերջապես մարզիկի համար դա ավելի մոտիվացիա կարող է հանդիսանալ որպեսզի ինքը ցանկանալով գա պարապմունքի ավելի sense քրտնաջան աշխատի ավելի տրամադրված լինի եւ մենք հետագայում վստահաբար կունենանք ավելի շատ ու շատ մեդալակիրներ օլիմպիական չեմպիոններ աշխարհի եւ եվրոպայի չեմպիոններ բայց բացի այդ եթե մենք նայում ենք ու ասում ենք Ռոնալդոն ու Մեսսին չեն ունեցել բավարար չափով միջոցներ թե իրենց մանկությունը շատ վատ է անցել թե իրենց քաղաքներում որտեղ որ իրենք են պարապել բավարար չափով միջոցներ չի եղել բայց եղել են ու կան շատ ու շատ ֆուտբոլիստներ ովքեր որ շատ լավ շատ այսպես ասած ամեն ինչով ապահովված մանկություն են ունեցել այսինքն պետք չի նայելու ասել ես մարդը աղքատ վատ մանկություն է ունեցել աղքատ է եղել երկիրը իրենք պարապելու տեղ չեն ունեցել եւ այլն ու դրանով ինչ որ եզրահանգումների գալ Համաձայն եմ քեզ հետ ու բացի այդ էլ եթե մեր երեխաները մեր մարզիկները sense վատ պայմաններում կարողանում են նման հաջողությունների հասնել ինչ հաջողությունների կհասնեին մեր մարզիկները եթե պարապեին նորմալ դպրոցներում վստահաբար ու հավաքականում վերջերս ընդգրկվել են ավելի շատ երիտասարդներ այսինքն սերնդափոխություն էլի տեղի ունենում Հենրիխն էլ իր գրքի մեջ նշել էր որ ինքը դեմ չի դրան հակառակը ուրախ է երբ որ արդեն ժամանակը գալիս է զիջելու ավելի նոր սերնդին ինքը գնում է հետին պլան ու իր խաղերն էլ անցկացրած ինքը top 5 ամենաշատ խաղացողներից էր հիմա իջել է 11-րդ հորիզոնականում ակումբային խաղի մասն է խոսքը ու ինքը այս բացատրում նրանով էլի որ եկել են նորերը եւ ժամանակն է գնալու հետին պլան հուսով եմ մեր իշխանությունները եւս կհասկանան սպարս թեզը կգնան հետին պլան որպեսզի գան նորերը ու այսպես ասած հա Սանսարան Ռուգավարոտը ամեն տեղ է պետք ես կարծում եմ որ քաղաքական դաշտում էլ երկար ժամանակ երբ որ նույն մարդիկ են սպառում են իրենց չնայած այն որ կարող է լինի աշխատանքային փորձ նաև փորձի փոխանակում է պետք կա մասնագիտական խանդասվածը ինչի մասին մենք անցած անգամ խոսում էինք ու դասերից մեկի ժամանակ ես դա հասկացա համալսարանում որ այո դասախոսները ինչ որտեղ խանդում են նաև ուսանողին եւ իրենց հաջողությունը փորձում են վերագրել հենց իրենց ես քեզ սովորացրել եմ ուրեմն ես ապրեմ ոչ թե դու ապրես որ դու սովորել ես Իսկ ունեցել ես կին դասախոսներ ովքեր որ աղջիկներին ցածր գնահատական են դրել ու տղաներին բարձր
իրաց գիտելիքները հաշվի չառնելու Ես Բրյուսովում եմ սովորում։ Ադրում Մեր մոտ տղաները, հա, 1-2 տղա ունենք կուրսում, այս պահին 1։ Չէ, կարծում եմ, որովհետև մեր կուրսի տղան էլ շատ լավ սովորում է, մեր հետ հավասար ու այդպես խնդիր չենք ունեցել։ Շնես դպրոցում ունեցել ենք այդպես խնդիրներ։ Օրինակ, հա, ուսուցիչն ասել է, դե ինքը տղա է, ինքը սպորտսմեն է, այ ինքը սպորտսմեն է, ինքը դրանով է զբաղվում։ Իրան լավ, մի հատ ջարդատվեցը նշանակեմ, գնա իր սպորտով թող շարունակի զբաղվել։ Այդ կարծրատիպն էլ պետք է մեր մեջից մենք հանենք, որ սպորտսմեն է, բայց իրոք է։ Ու նայ, այստեղ մենք խոսեցինք իշխանությունների մասին ու իրենց դերը սպորտի մեջ։ Նրանք փորձում են այսպես կոչված առողջ ապրելակերպ սերմանել մարդկանց մեջ, ինչը որ անում են շատ վատ, շատ սխալ։ Քաղաքը ծխով պատելով էլի, որ ասում են դուրս մի եկեք վարժություններ մի արեք, էս մի արեք։ Բացի այդ միջոցառում էին ձեռնարկել, ինձ թվում է քաղաքապետարանը ձեռնարկել, որ մեր համաքաղաքացիները, ովքեր որ սիրում են վազել, ինչ որ մի մարաթոն են կազմակերպել, որ մեր համաքաղաքացիները եւ այլ երկրից եկած քաղաքացիներ մասնակցեն մարաթոնի մասին խոսքը։ Մասնակցեն այդ վազքի մարաթոնին, սակայն մի շատ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, նրանք չեն փակել փողոցները։ Այսինքն ուղղակիորեն ծիծաղելով ենք արդեն նշում, որ փողոցները չեն փակել ու վազքի մարաթոն են կազմակերպել ու մարդիկ ովքեր որ եկել են վազելու, իրենք վազել են մեքենաների միջով։ Այսինքն փողոցով երթևեկում են մարդիկ, քշում են մեքենաներ ու տեսնում են, որ մարդիկ վազում են իրենց հետ համատեղ։ Լուսացույցի տակ կանգնել են, սպասել են լուսացույցը փոխի, նոր շարունակեն իրենց վազքը։ Մարաթոնի իմաստը ինչու ներկայանում, որ հաղթողին պետքա տան ինչ-որ պարգև, չէ՞, բնականաբար։ Հիմա ուզում հասկանամ հաղթողն եկել հասել արդեն համարյա ֆինիշին, ասել են մի րոպե լուսացույցը փոխի, նոր գնա, հա, այդ լենտը խփի անցի։ Բացի այդ, դա շատ վտանգավոր է մարդու առողջության համար, որովհետև կարող է ուղղակիորեն մեքենան չտեսնել վազող մարդուն ու խփել։ Ու ամենախայտարակությունը այս պատմության մեջ այն է, որ կարծեմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, չէ՞, այն տղան, որ տեսանյութեր ձայնագրել այս թեմայով ու օտար երկրացին պատմում է, որ ինքը տարբեր քաղաքներում, տարբեր երկրներում մասնակցել է նույն մարաթոնին ու երբևիցե նման խայտարակության չի բախվել։ Այո։ Մեր համար սա ամոթ է, որովհետև միջազգային մակարդակով մենք այդպիսի մարաթոններ, հա, կազմակերպելու հնարավորություն չունենք այն ամենատարական բաներով։ Եթե հիշում ես, նույն ամոթը մենք զգացինք, երբ որ Հայաստան-Վրաստան խաղից հետո պարզ դարձավ, որ որոշ հայեր գողացել էին վրացական պետհամարանիշները եւ գումար էին ցանկացել համարանիշը վերադարձնելու համար։ Չի վրացիները մեզ նորմալ դիմավորեցին այնտեղ, երևի մուրն էին հանում։ Խաղից հետո տեղի ունեցած միջադեպը, այդ էլի խայտարակություններ, բայց այդ նրանց խայտարակությունները արդեն։ Դե հա, բայց երբ որ քո երկիրը ամենտեղ պարտված է, թվում է նորմալ է, որ քեզ տենց են վերաբերում։ Չէ, նորմալ չի։ Ընդհանրապես նորմալ չի։ Ցավալի ընդունելի է, բայց նորմալ է, երբ որ դու քեզնից քեզ գցում ես այդ օրին կոպիտ ասած։ Մենք տենց չենք վերաբերվում։ Առօրյա բառապաշարով ասած, եթե դու քեզ գցում ես այդ օրին, քո այդ ոնց ուզեն կվարվեն։ Դե մենք տենց չենք վարվի, ինձ թվում է։ Հայերը տենց չէին անի, օրինակ Հայաստանում վրացիների հետ, որովհետև ամեն դեպքում խաղից հետո երկրների մեջ հարաբերությունները մնալու է նույնը։ Ու մեր ֆուտբոլիստներն էլ էին շատ ջղայնացած։ Վերջի կադրից, որովհետև արդեն հայհոյանքներով հարվածելով մտել էին դաշտ ու արդեն երկրպագուներին էին քաշքշում։ Իսկ ՀՎՎ ղեկավարությունը դաշտից հենց ծիրուն դուրս եկավ, իբր ոչ մի բան էլ չի եղել։ Դրանից հետո Մելիք Բեկյանն ասում է, դե մենք խնդիրներ ունենք, հա, մենք կշտկենք այդ խնդիրները, մենք կլուծենք, մենք, ես իմ մտքի մեջ ասում տենոս այդ մենք ով է, ում հետ ենք, էլի։ Դե քիչ էր մնում ասել դե տղերք վատ խաղացին, ոչինչ, մյուս անգամ լավ կխաղան։ Ու ինքը այդ մեղքը գցում է բոլորի վրա, բացի իրանից ինքը այդ պատասխանատվությունը չունի իր մեջ։ Իսկ Հենրիխ Մխիթարյանը խաղերից մեկից հետո, երբ որ ոչ այնքան խոշոր հաշվով էինք մենք պարտվել, 2-1 թե 3-2 այսպիսի հաշիվ էր, Հենրիխ Մխիթարյանը որպես թմի ավակ կանգնեց, ասեց, ես պատասխանատվությունը վերցնում եմ իմուսեն, ես ասում եմ, որ հա, ես խնդիր ունեցել եմ խաղի ժամանակ, ես կարողա թմային խաղ չեմ տարել, կարողա ես եմ սխալ եղել, կարողա սենց, բայց ինքը չասեց, օրինակ, գիտեք ինչ, ես հարվածեցի, ինքը չհասցրեց վազի, ես սենց հարեցի, ինքը չհասցրեց սենց անի, ինքը պատասխանատվությունը ամբողջությամբ իր ուսերին էր կրում։ Եթե մենք ունեինք նման թմի ավակ, ընդամենը հավաքականի, հա, խաղացող, օրինակ ՀՖՖ ղեկավարության համար
ինչքանով է տենց գեղեցիկ կանգնել հանրային մասշտաբով, ասել դե մենք ենք, հա լավ, դե մենք կանենք։ Այն տպավորություն մենք մեր խնդիրները դուք ինչ գործ ունեք։ Բայց բացի այդ արի հիշենք, որ բարձի թողիությունային վիճակի է հասել մեր ՀՖՖ-ում, որ ֆուտբոլիստներից մեկը ուղղակիորեն ասել էր, եթե դու ինձ մեկնարկային կազմում չխաղացնես, ես էլ չեմ գա հավաքական։ Այսինքն դու հասկանում ես ինչ մակարդակի ու ինչ բարձի թողի վիճակում է մեր ՀՖՖ-ն հիմա։ Դե օրինակ Վատոն էլ ասեց, որ ինքը փորձել է օրինակ, հա, շփման եզրեր գտնել ղեկավարության հետ, չի ստացվել եւ երկրորդ անգամ չի փորձում ինքը նույնիսկ արդեն գտնել այդ եզրերը ու կարծում եմ սա եւս խոսում է անառողջ միջավայրի մասին, անառողջ մթնոլորտի մասին։ Այո։ Տես այսօր մենք շատ խոսեցինք պետական մունիցիպալ կառավարման համակարգի մասին, իրենց բաց թողումների մասին, եւս մի խնդիր, որ մենք էլի քննարկել էինք մեր նախորդ թողարկումներից մեկի ժամանակ ու էլի անհրաժեշտություն առաջանում քննարկելու։ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ քանդում են այդ եզրային հատվածները, որպեսզի իբրև թե այն լույսի լարերը, որոնք որ անցնում էին վերևով, անցնեն հողի տակով։ Մենք արդեն երկրորդ ամսին ենք մոտենում, ինչ նրանք անում են այդ գործողությունները, օգոստոսի վերջից սկսած իրենք այո, սակայն առաջին հայացքից այդ լարերը չեն պակասում, որովհետև ինձ թվում է միայն լույսի լարերի հետ կապված չի խնդիրը, այնտեղ կան նաև ինտերնետ լարերը, ինձ թվում է տարբեր այլ լարեր նույնպես կան, եւ բացի այդ անհարմարություն են պատճառում շատ քաղաքացիներին, քանի որ մարդիկ ուղղակիորեն չեն կարողանում անցնել փողոցներով ու դուրս են գալիս, չեն կարողանում անցնել մայթերով ու դուրս են գալիս փողոցային հատվածներ, որը առաջին հերթին նաև վտանգում է իրենց առողջությանը, եւ բացի այդ կորուստներ են կրում այն ձեռներեսները, ովքեր որ այդ հատվածում ունեն խանութներ։ Հա, մենք նախանցած հաղորդմանը խոսեցինք այդ մասին, սեպտեմբերի սկզբից օգոստոսի վերջից արդեն այդ աշխատանքները տարվում էր, Ագաթան Գեղոսի փողոցի մասին է խոսքը, ու անցել է գրեթե 2 ամիս, ես երեկ անցնում եմ այդ հատվածով, տեսնում եմ, որ ընդհանրապես մոտ 100 մետր հատված են իրանք կարողացել, հա, կառուցել, սարքել։ Ու այդ լարերի քանակը չի պակասել, այստեղ կարևորը նաև է այդ մարդիկ արդեն խանութատերերի մասին արդեն խոսքը, դուք պատկերացնում եք գործող բիզնեսը, ով արենդա է վճարում տարածքի համար, բացի այդ արդեն սեզոնափոխության այդ շրջանն է եկել, այդ մարդիկ փորձում են խանութ պահել ու 2 ամիսա չունեն ստաբիլ առևտուր իրանք, որ ունեցել են մինչև դա։ Սա բիզնեսին մեծ հարված է։ Ու այդ քանդած փողոցներին նաև միանում այն հանգամանքը, որ հիմա աշուն է ու ծառերը դեղնում են, այդ տերևները թափվում են, ու այդ տերևների մաքրման աշխատանքներ պատշաճ չի իրականացվում հիմա Երևանում, ու ամեն քայլափոխի դու հանդիպում ես անընդհատ տերևների, որը որ թեթև անձրև գալու պարագայում վերածվելու է ցեխի։ Երևանյան սեփական տների հատվածում քայլելուց կտեսնենք օրինակ երկինքը չես տեսնում ամբողջը լարա։ Թեթև քամի ծառ ընկավ, всё լարերը արդեն պոկում է, պաժարներ էլ չեմ ասում, անցած տարի մեր փողոցներում հրդեհներ տեղի ունեցան, որովհետև լարերը այնքան հին են արդեն, որ քամին տվեց լարերը պոկեց, միլար մյուսին կպավ հրդեհ բռնկվեց ու հայ արդեն համարյա տուժում էին խաղաղ բնակիչները ու տներն էին վնասվելու։ Ինչպես օրինակ անցած տարի անձրևների պատճառով տեղի ունեցավ ու քաղաքապետարանը ոչ մի փոխհատուցում չտվեց այդ մարդկանց։ Նույն պատկերը այս տարի ենք մենք ունենալու, որովհետև այս ամիս թեթև մի հատ անձրև եկավ, մենք արդեն ունեինք այդ կոյուղաջրերի խնդիրը, որ ամբողջ կոյուղաջրերը լցվել էին փողոցներով ու մենք այդ ջրահեռացման համակարգերը մեր ամբողջովին ցեխապատա։ Այո, չեն մաքրում այդ ջրահեռացման համակարգերը ու բացի այդ այն քանակությամբ նորակառույցներ, որոնք որ հիմա կան, այդ քանակությամբ նորակառույցներ չպետք է լինեին, քանի որ Երևանը նախատեսված չէ այդքան նորակառույցի համար ու ուղղակիորեն էլեկտրական համակարգը ու ջրահեռացման համակարգը չի կարողանում բավարարել այն պահանջները ու այն քանակը, որը որ ներկայումս մեր երկիրը ունի։ Ու նաև մենք բնապահպանական մի խնդիր էլ ունեցանք, ինչ որ մենք խոսեցինք թե ինչ լավ է որ կան աղջիկ երեխաներ, ինչ լավ է որ աղջիկ երեխաների սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները նվազում են, բայց ունեցանք մի հետաքրքիր դեպք, որ Շաքիի ջրվեժում իրականացրեցին gender party հասկացությունը, Շաքիի ջրվեժը ներկելով ռոզվի գույնով, քո կարծիք։ Շատ ուրախ եմ, որ աղջիկ երեխա է ծնվելու։ Այո, մաղթում ենք նրան առողջություն։ Իմ համար նորմալ չի։ Չեմ ընկալում ես ուղղակի, երբ որ տեսա, ինձ թվաց արհեստական բանականությամբ սարքած վիդեոյի սկզբից, հետո տենում եմ, ընդհանրապես այն տատիկներից էին զգում խապված։
Ասում եմ, չէ, ասում եմ անհնար է սա լուրջ լինի, ոնց կարաս այսպիսի բան տեղի ունենա, այսինքն պատկան մարմինների վերահսկողություն չկա, թե իրանք տեղյակ են եղել այս ամենի մասին։ Իմ մոտ առաջինը այդ հարցն է, կավ եթե տեղյակ են եղել, ղեն թույլ տվել։ Այսինքն ինչ որ մեկը գնացել է, ենթադրում ներկը լցրել է, ու ինչ որ ոչ մեկ չի տեսել, որ այդ մարդը գնացել է, լցրել է, կամ տեսել են ու ռեակցիա չեն տվել։ Երկու դեպքում էլ շատ վատ է։ Դե ես այսպեսի բան ասեմ, մեր ջրվեժները պահպանում են ու ջրի հոսքը կառավարվում է։ Այո։ Այսինքն օրվա մեջ ժամեր կան, որ ջրի հոսքը ավելի առատ է, օրեր կան ժամեր կան, որ ավելի քիչ է։ Եվ տեսանյութի մեջ պարզ երևում է, որ դա այն ժամին է նկարված, երբ որ ջրի հոսքը շատ առատ է։ Իսկ առատ ժամերին այնտեղ հսկիչ կա։ Կակ մինիմում հսկիչ։ Էլ չեմ ասում մնացածը։ Բայց բացի այդ ջուրը, որ ռոզվի են ներկել, վարդագույն են ներկել, դա նաև վնաս է հասցրել ցանկանում էին կենդանիներին բնապահպանությանը։ Այո, այնտեղ խոտածածկերին եւ մնացած ամեն ինչին ու նմուշառումներ ու փորձանմուշներ էին վերցնում, որպեսզի հասկանային ինչքանով այդ վնասը հասցվել ու ինչքանով որ ես եմ տեղյակ, իրագործողը պատժվել է վարչական 150,000 դրամ։ Ես ավելի մեծ թիվ եմ տեսել։ Չէ, ես ֆիքսել էի, որ 150,000 դրամ էր ու դրանից էի շատ զարմացել ու ջղայնացել ինչ որ տեղել։ Ես ինչ որտեղ 3 միլիոն եմ տեսել, եթե ճիշտ ասեմ։ Մյուս հաղորդմանը մենք անպայման այս ինֆոն կճշտենք եւ կասենք։ Բայց անկախ ամեն ինչից բնությունը 3 միլիոնն էլ է շատ քիչ։ 3 միլիոնն էլ է շատ քիչ այս ամենի համար։ Օրինակ հա կան սիրուն միջոցառումներ, որ կազմակերպում են Էլիսերը իմանալու համար, ես դրանց դեմ չեմ։ Ձեր ամեն մեկը իրաց իմացեք, բայց օրինակ այս ֆորմատը իմ համար ընդունելի չի։ Իմ համար էլ։ Բնությունը փչացնել, ինչը երեխայի սերը իմանալ, ինձ թվում է մի քիչ Դե ավելի գեղեցիկ մեթոդներ կան։ Հիմա ու ես կոմենտները որ կարդում եմ, տակ գրում են։ Մեզ ուղում են, ասում են 80,000 տուգանքը եղել։ Եվ շոկ։ 80,000։ Ոչինչ ոչ քեզ։ Ես մոտ էի լավ, ես հաղթեցի 3 միլիոն 80,150 Չէ, շատ քիչ է։ Բայց անկախ ամեն ինչից շատ քիչ է այդ տուգանքի չափը ու շատ վատ է, որ չի, այսինքն եկել ենք այն պահին, որ այդ մարդը գործողությունը իրան թույլ է տվել, ու իրան արգելող չի եղել։ Թույլ տալը հետ ինձ հետաքրքիր է մտքներով ոնց է անցել։ Այդ է շատ ինձ հետաքրքրելի, օրինակ ոնց է եկել են եզրահանգմանը, որ ինքը երեխուսերը պետք է շաքի ջրվեժում իմանա։ Ինձ անկեղծ եմ ասում, շատ կարող է աղջիկա եղել եւ շաքի են ցանկացել դնել։ Բայց ինք ինչ գիտեին աղջիկա, այստեղ մի բան են չի ամեն դեպքում։ Ինձ հենց այդ է հետաքրքիր։ Օրինակ ես ու դու հիմա նստած խոսում ենք, ասում եմ ինչ որ միջոցառում եմ ուզում կազմակերպենք։ Հիմա մենք ամենահավանական տարբերակներն ենք, չէ՞, բնականաբար sense ուզում եմ հասկանալ մենք տունը նստած ասlen որտեղ պարզենք օրինակ Սևանը ներկենք, Սևանի ջուրը սարքենք վարդագույն, շաքին, չգիտեմ, ջերմուկը, որը կամ ատոմակայանի ծուխը լինի։ Հա, ատոմակայանի ծուխը օրինակ վարդագույն դուրս գա։ Կարային մի քիչ սպասեին, ըստ Նուբարաշյանի աղբավայրը, որ վարվեց դրա հետ։ Գույնտային ֆայերներից, չէ՞։ Ֆայերները հիմա շատ մոդա են ընկել։ Առանց դել, չգիտեմ, հա, ես կողմ եմ նման միջոցառումների հիշողությունը բան, բայց ոչ այդպեսին, էլի ամբողջ ազգով մենք իմացանք իրանց երեխայի սերը եւ ամբողջ ազգով ասենց ուրախ ենք իրանց համար իրականում, բայց անելու բան չէր իմ կարծիքով դա։ Այո, պետք է նման բան թույլ տալ։ Նաև արի մի հետաքրքիր թեմայի մասին խոսենք, որի մասին, որ այսքան ժամանակ չենք խոսել, հայկական կինոյի սերիալների մասին։ Հետո ցանկանում եմ մի հետաքրքիր փաստ արձանագրել, որ ամեն տարի մենք ունենում ենք հարյուրավոր երեխաներ, աբիտուրիենտներ, ովքեր որ ընդունվում են Երևանի եւ կինոյի պետական թատերական ինստիտուտ, բայց մեր հայ ռեժիսորները ոչ միշտ որ ընտրում են այն մարդկանց իրենց դերերի համար, ովքեր որ ունեն համապատասխան կրթություն։ Այսինքն մենք ունենում ենք մի իրավիճակ, որ լավ մասնագետները, լավ դերասանները հրաժարվում են այդ գնի դիմաց խաղալ սերիալներում եւ կինոներում, ու ուղղակիորեն երբ որ դու նայում ես սերիալը կամ կինոն, խնդրում եմ ուշադրություն դարձրել, ոնց տարբերես դերասանը լավն է թե վատը, երբ որ կամերան իր վրա է, ու ինքը ձեռները չգիտի ինչ անի, որտեղ դնի, ոնց պահի։ Այդ կարող է sense հիմա դու մտածում ես ես ինչ եմ ասում, բայց երբ որ դու նայում ես սերիալը, դու նայում ես ու հասկանում ես, որ այդ մարդը չգիտի իր ձեռները որտեղ դնի, ինչ ռեակցիա տա,
Արհեստականությունն է զգացվում։ Այո, Բացի չեն հասկանում ինչ անեն այդ կադրերի մեջ։ Գիտես այդ ինչից կարելի, օրինակ վերջին շրջանում ես շատ եմ նկատել, հմեկն էլ այդ հնարք անում։ Թեկուզ հաղորդումների հյուր են կանչում են մարդկանց, ովքեր սոցիալական հարթակներում ունեն որոշակի ակտիվություն։ Հմեկի հաղորդումներին առավոտյան ժամերի լինում է, որ պատահում ես տեսնեմ, օրինակ շատ հաճախ նկատել եմ մարդկանց, ովքեր Instagram-ում ունեն 200,000-ից ավել հետևորդ։ Ու կապ չունի, որ այդ մարդը, այն մարդը չի, որ դու կանչես, այն էլ հանրային։ Հա, ու մանավանդ օրինակ այդ մարդը իր Instagram-ը նայում եմ, տեսնում եմ, որ ինքը ծխախոտ է գովազդել, ինչ որ էներգետիկ ըմպելիք է գովազդել, չգիտեմ, այնպիսի բան չի արել, էլի, այնպիսի կոնտենտ չունի, որ ասեմ, հա, արժի իրան հետևել, շատ լավ խորհուրդներ է տալիս, էս անում, այն անում։ Այսինքն իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում, բայց քանի որ իրանք ունեն որոշակի չափով հետևորդներ, հա, որոշակի թվով հետևորդներ, իրանք գալիս են առաջին պլան։ Ու նույնը սերիալների մեջ է։ Ես հայկական սերիալներ ընդհանրապես չեմ նայում ու հեռուստացույց ընդհանրապես համարյա չեմ նայում։ Մեր հեռուստացույցը ծառայում եմ երկու բանի համար՝ PlayStation, YouTube։ Всё։ Ու բայց երբ որ օրինակ չգիտեմ TikTok-ով կամ համացանցով թերթելուց ինչ որ պատահում է վիդեոներ, ես նայում եմ, ասում եմ, ինչ սերիալ է, նայում եմ, էս սմարթն է խաղում, ասում եմ, մի րոպե ինքը ոնց որ 3 հաղորդավար էր, 3 չառաջորդը բլոգեր էր, դրանից առաջ չգիտեմ, օրինակ մամի բլոգեր վարում, հետո չգիտեմ, խոհարական ինչ որ բլոգեր վարում, ու իմ համար մաքսիմալ անհասկանալի է այս ամեն ինչը։ Ու ռեժիսորները տենց փչացնում են իրենց պրոդուկտը, այսինքն կարող են իրենք ինչ-որ լավ պրոդուկտ ունենան, սա խնդիրը է։ Օրինակ մի քանի տարի առաջ շատ մեծ բան սկսեց, երբ որ սկսեցին գրքերի վրա հիմնված կարճ սերիալների քանակով, քաոսը, չէ՞։ Ու դրա նման հիմա ինչ որ նոր սերիալ են նկարում, որը Սիրո մեղեդի, կարող մի քիչ սխալ ասեմ անվանումը, բայց տենց ինչ որ մի բան են նկարում, ու այդ սերիալի առաջի սերիայից մինչև հիմա ինչքան որ հելել լրիվ չեմ նայել, բայց այդուհանդերձ անընդհատ ինչ որ երգերի հատվածներ է, որովհետև ինձ թվում է ռեժիսորը մտածել է, որ եթե երգում են այդ կինոյի մեջ, ու երգում են տենց հին հայկական երգեր, ինչը որ ողջունելի է, բայց ինչի համար են դա անում, որպեսզի մարդիկ ուղղակիորեն այդ հատվածները գցեն story կամ գցեն reel, դիտելիություն հավաքեն։ Ու դրանով իրենք դիտելիություն ապահովեն։ Օրինակ այդ քո ասած տարիներ առաջ այդ վերջին ուսուցիչներ, քաոսներ, այս բան չեմ հիշի թե որներ, օրինակ վերջին ուսուցիչներ շատ Չէ, մեկն էլ կար։ Մեկն էլ հաստատ կար, բայց վերջին ուսուցիչը օրինակ դերասանական կազմն էլ ինքն է, երիտասարդ են իրանք բոլորը, բայց հենց այդ ձեռները դնելու խնդիրը իրանք չունեն, օրինակ, կամ կամերայի հետ աշխատել գիտեն ու իրանք չեմ ասում, հա, կարող է իրանք չեն շարունակել շատերը այդ ոլորտով, չենք տեսնում նրանց բեմերում, սերիալներում եւ այլն, բայց մարդիկ ունեին տաղանդ, ներքուստ տաղանդ ունեին ու կարևոր չի դերասան լինելու համար այս միակ ոլորտն է երևի որ պետքա այս ամենը շեշտեմ պարտադիր չի ունենալ կրթություն այսինքն չէ իմ համար օրինակ կան դերասաններ ովքեր չեն ունեցել դերասանական կրթություն բայց շատ հիանալի խարիզմա ունեին ու դրանց շնորհիվ կարողացել են կամերայի հետ խաղան Չէ, իմ համար դերասանները եւ երգիչները այն մարդիկ են ովքեր պարտադիր չի ունենան բարձրագույն կրթություն իրանց ոլորտի Պարտադիր է։ Չէ։ Իմ համար օրինակ, իմ կարծիքով դու չես կարող լինել լավ երգիչ, եթե դու չես անցել համապատասխան դասընթացներ, որովհետև ինչքան էլ երգիչ կամ դերասան որոշակի չափով ծնվում են, բայց այդ ծնվածի վրա որոշակի աշխատանք պետք է Պրակտիկան է, ինձ թվում չէ, իմ կարծիքով պրակտիկան ավելի մեծ դեր ունի այստեղ։ Մենք չեմ հիշի ազգանունը, մենք կարող ունենք Ռուբեն անունով չեմ հիշի ազգանունը Չեմ հետևում այդ ինդուստրիային ինքը շատ լավ խաղում է դերասանը շատ լավ նաև չունի ինչքան գիտեմ չունի դերասանական կրթություն բայց եթե ունի էլ մեկա փայլուն է ինքը իմ համար ինքը շատ լավ է խորեն երկրորդն է էլի իմ կարծիքով խորենը ունի դերասանական կրթություն դե խորենը ունի իրանց այլ թեմա է մեր ռեժիսորները եթե ցանկանում են կինոն կամ սերիալը փրկեն խորենին են կանչում որպեսզի այ այս վերջում ինչ ֆիլմ դուրս գալիս է ես անպայման կինոթատրոնում նայում եմ ու հայկականներն էլ այդ շարքում են Երևի 5-ից 4-ի մեջ խորենը կար։ Հա, շատ զարմացա, ճիշտ է ինքը կարում է կերպարները փոխի։ Ու մենակ խորենն է խաղում։ Հա, շատ, օրինակ Վազգենի կինոն նայել ես, Պարապետի կինոն։ Շատ, այո։ Շատ այո։ Հա, ես էլ եմ նայել։ Օրինակ ինձ խորենի խաղը մասամբ դուր եկավ։
որովհետև այնտեղ տեքստեր կային, որ մենք արդեն գիտեինք, լսել էինք հենց սպարապետի կատարմամբ, սպարապետի ձայնով, հա, հենց առաջին դեմքով տեսել էինք։ Ու երբ որ Խորենը այդ ամեն ինչը փորձում էր մաքսիմալ բնական անել, այդ արհեստականությունը այդտեղ զգացվում էր իմ համար։ Ես մի քանի բան չհավանեցի Վազգենի կինոյի մեջ, նախ առաջինը, որ չկար ինչ-որ սյուժե, այսինքն ես չհասկացա ինչ տեղի ունեցավ։ Ես ուղղակի տենում էի կադրեր, որոնք որ վերցրած է հայտնի վիդեոներից ու փորձել են այդ վիդեոների մեջից վերցնեն Վազգենին, տեղը դնեն Խորենին ու այդ վիդեոները իրար են կպցրել ու ինչ-որ ընդհանուր պրոդուկտ են ստացել։ Վերջներն Ես չհասկացա ինչի մասին այդ կինոն։ Ես չհասկացա պատմություն ու բացի դրանից նաև մի հանգամանք էլ իմ դուրը չեկավ, որ կինոյի մեջ ներկայացված չէին Վազգեն Սարգսյանի ընկերները։ Այսինքն դուրս է գալիս, որ Վազգենը մենակով իր գործունեությունը ծավալել է ու իր հետ ոչ մեկ չի եղել։ Բացի այդ, օրինակ Շուշի օպերացիայի մասը շատ կիսատ էր իմ համար։ Բարձրանում են վերջ մեջն է, բայց այդպես չի եղել։ Բացի այդ կինոյի մեջ Շուշիի ազատագրման այդ դրվագը ներկայացրած անենց, որ Վազգենը իր համար ինչ-որ միտեղ նստած է ու իրան զանգում ասում են Շուշին ազատագրվել է։ Չգիտեմ, իմ համար էլ էր շատ տեղերում կիսատ ու այդտեղ այդ ֆիլմը նայելուց ակամայից հիշեցի Կյանք ու կռիվ ֆիլմը, առաջին մասը, կարծեմ։ Այնտեղ էլ էր, չէ՞, հենց Շուշիի գրավման, ազատագրման սցենար կար այդպիսի պատկեր։ Ու այնտեղ, որ նայում եմ ու այստեղ նայում, այն իմ համար ավելի ամբողջական էր։ Որովհետև այնտեղ ցույց է տալիս պատմություն, որ մարդիկ զոհվել են ստեղի համար, մարդիկ կռվել են, երկար ժամանակ պատրաստվել են, ոնց է իրականում եղել, իմ համար այն ավելի ճիշտ էր։ Իսկ Շուշիի ազատագրման մեջ, օրինակ Վազգենի ֆիլմում փոքր դեր տալ դրան, փոքր sense մաս տալ 2-3 րոպեում այդ ուզենալ ներկայացնել իմ համար կիսատ էր։ Ու բացի այդ վերջն էլ չկար, ինքը իր համար միտեղ նստած էր, զանգեցին, ասեցին Շուշին ազատագրվել է, բայց այդտենց չէ, չէ։ Վերջն էլ օրինակ հա տեսնում ենք մայրիկը, որ լուրերով լսում է, լացում է, տեսնում ենք կրակոց ու վերջ։ Տեսնում ենք արդեն եղբորորդուն հիմա։ Իմ համար մի քիչ անհասկանալի էր այս մասը, ավելին է ես սպասում իրականում։ Ու մեզ պակասում են նման կինոներ, տես դու նշեցիր Կյանք ու կռիվը, մեզ գտնում եմ որ պակասում են տենց կինոներ, Կյանք ու կռիվը, Նժդեհը։ Այո, Նժդեհ, երկրաշարժն էլ իմ համար երկրաշարժն էլ էր շատ ցենց։ Որտեւ ինքը սուքի մասին չէր մենակ երկրաշարժը, էլի պայքարել կար տակը, Միքայել Պողոսյանն էլ շատ լավ խաղում, մնացածները էին շատ լավ խաղում։ Իսկ հիմա ինչ որ տենդենս կա, նկարում են սիթքոմային, սիթքոմը դարձրած ֆիլմ, լայնամասշտաբ ոնց է կոչվում։ Երկարաժամկետ ինչ որ տենց կինո են նկարում կամ սերիալ են նկարում։ 24 սերիարանոց հիմնականում ինչ որ sense բաներ են նկարում։ Այո, որը որ նախ ծիծաղալու չի լինում որպես կանոն։ Հայցում եմ իմ ներողամտությունը, կարող է իմ ճաշակով չի կամ ես չունեմ այդ ճաշակը, բայց հումորների մեծ մասը ծիծաղալու չի, նայելու չի։ Իսկ օրինակ մենք առաջ ունեինք Նժդեհ, ունեինք Կյանք ու կռիվ, ունեինք ու ասած երկրաշարժ ու էլի շատ լավ կինոներ ունեինք, որը որ նկարահանվել էր այս իշխանությունից առաջ։ Կյանք ու կռիվ 2-ը կարծեմ, բայց 2000 կարծեմ չի, Կյանք ու կռիվ 2-ը 2018-ից հետո է նկարվել։ Բայց արդեն հա, բայց արդեն նախորդ դեպքերի մասով է եղել։ Ընդհանուր առմամբ, եւ խոսելով դրա մասին երեք, ուրեմն Տոմս Սարգսով ես նայում էի թատրոնի, հա, ներկայացումների ցանկը։ Հետաքրքրության համար թերթեցի մանկական օրինակ ներկայացումները շատ քիչ էին սպառված։ Գրեթե, չգիտեմ, օրինակ մի շաբաթից է դեռ մի քանի 100 տոմս կար։ Շատ խայտարակցության իշ էլի, օրինակ դերասանները գալիս են դատարկ դահլիճի համար ներկայացում, ու կիսադատարկ, չասեմ դատարկ, կիսադատարկ դահլիճի համար ներկայացում են խաղում, թատրոնը չի հասցնում իր գումարը, այսպես ասած, վերականգնել, ծախսած գումարը, ռեսուրսը վերականգնել։ Եվ նայում եմ օրինակ հենց այդ նույն ճակերտավոր հումորիստների ներկայացումները, ովքեր որ չունեն թատերական կրթություն ու մարդիկ կային, որ ես երբեք չէի տեսել իրանց։ Շատ իմ համար զարմանալի, նայում եմ իրանցը, չկա։ Ասենք 2 ամիս հետո երևի ներկայացումը, չկա արդեն տոմ, սպառված այս ամեն ինչը։ Դա գալիս է նրանից, որ մենք տարիներ շարունակ մեր հասարակությանը տվել ենք մի հատ պրոդուկտ, որը իրականում ոչ այնքան նորմալ է, տվել ենք հասարակությունը ուրիշ զուգահեռ բան չի ունեցել սնվելու, ինքը դրանով սնվել է, սովորել է դրան։
Բացի այդ նայ, ես միշտ ավելի բարձր եմ գնահատել են դերասաններին, ովքեր որ թատրոնում են աշխատել, որովհետև թատրոնի դաստիարակությունը եւ կրթությունը ուրիշ է ու ցանկացած բանի երբ որ դու նայես կինո, դու միանգամայն տարբերակում ես այն մարդուն, ով որ թատրոնից է եկել, բայց թատրոնը բավարար գումար չի տալիս իր դերասանին, որ ինքը մենակ թատրոնով սահմանափակվի։ Բայց ինչ էի ուզում ասեի, հիմա այդ թատրոնի դերասաններին, իրանք ուզում են փոխարինել ուղղակի բլոգերներով։ Հա։ Կամ տհաճաշատ։ Հա։ Տեղ միշտ շատ այսօր մի քիչ սուր է ստա։ Ու այն մարդիկ, ովքեր որ չունեն բավարար չափով կրթություն, գալիս են թատրոն են ներկայացնում, գալիս են թատրոնում խաղալու այն մարդկանց հետ, ովքեր որ ունեն տարիների վաստակ ու տարիների փորձ։ Օրինակ վերջերս դերասաններից մեկը այս գրիմյորկա ասվածից տեսանյութեր հրապարակել ու ես որ նայում եմ պատերի վիճակը, նայում եմ հատակի վիճակը, իմ համար աղետ էր այդ, որովհետև մարդը ով գալիս է հոգևոր սնունդ մատուցելու հանդիսատեսին ու պատրաստվում է այդ պայմաններում, իմ համար այդ նորմա չի։ Ու բացի այդ, երբ որ դու ներկայացման ժամանակ օրինակ ամռանը նստած ես օպերայի դահլիճում նստած ես, չգիտեմ, Սունդուկյանում համեմատաբար նորմալ է վիճակը, Պարոնյանի կամ չգիտեմ, այլ դահլիճում դու նստած ես ու կողքդ շոքից մարդ է ուշաթափվում։ Այդ էլ իմ համար նորմա չի։ Բայց երբ որ այստեղ, հա, պաշտոնյաներից մեկն ասում է, որ թատրոնը եթե տոմսերը շատ վաճառի, տոմսերի օրինակ վաճառված հասույթի 10-ից 5%-ը, 5-ից 10%-ը մտնելու է թատրոնի տնօրենի գրպանը։ Ես տեղ հարց եմ տալիս, մի րոպե։ Մենք ունենք ավելացած գումար, խես տալի տնօրենին։ Հա, խնդիր չկա, էլի կարևոր գործ անում, էլի լավ բան անում։ Դուր դերասանիդ, որ մարդը չգնա սերիալում ստիպված խաղա։ Դուր չգիտեմ, օրինակ հովացման համակարգ բեր, որ մարդիկ ուշաթափվեն։ Էլ չեմ ասում օպերայի վիճակը մինչև այս վերջերս, չգիտեմ, չնայած այս վերանորոգումից հետո չեմ գնացել, որ անձրևաջրերը կաթում էին ուղիղ բեմի վրա։ Քանի անգամ դերասանները սայթակել ընկել են բեմի վրա ուղիղ ներկայացման ժամանակ ու այդ խայտարակությունը։ Ու վերջերս հենց ռուս բլոգերներից էլի ինչ որ մեկը օպերայից վիդեո էր տեղադրել, տեսանյութ էր տեղադրել իր Instagram-յան էջում, չեմ ասում բուֆե այդ բան մնացած այդ օպերա, ընդհանրապես դրանք չեմ ասում։ Ինքը ցույց էր տալիս, որ դահլիճի երևի 80%-ը դատարկ էր, որովհետև այնպիսի գներ են հիմա բարձրացրել դրել, որ սովորական քաղաքացին, ով որ ունի օրինակ 60,000 աշխատավարձ, ինքը չի կարա գնա։ Այո, օրինակ օպերայի գները իրոք բավականին թանկ հաճույք է բավականին օպերայի ներկա գտնվելը։ Չնայած որ նայում ենք համաշխարհային, հա, այդ փորձը, այսպես ասած։ Դու համաշխարհային փորձի հետ չես չենք կարող համեմատվենք, հա։ Եվրոպայի աշխատավարձները։ Բայց որ նայում ենք օրինակ, չնայած մնացած տեղը որ նայում ես, օրինակ Մոսկվայում նույն, չգիտեմ, ստեղ ընդեղը 2-3 ամիս շուտ sold out է։ Իսկ ստեղ հիմա ամեն րոպե մոտենաս օպերայի դրամարկղին միշտ տոմս կա, որովհետև տոմսը չի վաճառվում։ Այնտեղ գինն էլ է բարձր, բայց պահանջարկն էլ է բարձր, որովհետև այնտեղ տալիս են այդ որակը, էլի։ Կա, ամեն ինչ համապատասխանում է իրար։ Բայց այստեղ օրինակ եթե ես գալու եմ մենակով այդ շարքի վրա նստեմ, ինձ կոմֆորտ է, խնդիր չի։ Շատ կոմֆորտ է։ Օրինակ մի բան եմ ցանկանում նշել, որը որ մտածում էի արժի նշել թե ոչ։ Օրինակ օպերա է գնացել, ճիշտ օպերայի թատրոն շենք էի գնացել, որտեղ որ բալետ էին բեմադրում։ Ու բալետի պարուհիները ու պարողները բավականին ծանր էին թռնում։ Այսինքն ինձ թվում է իրենց կրթականի հետ կապված էլ ինչ որ խնդիր կար։ Կամ էլ այդ մասային այն դերասանեն կոչվում պարողներին, ում որ գումար են տալի, քիչ են գումար տալի ու ավելի քիչ փորձ ունեցող մարդիկ են գալիս ու ներկայացնում, որովհետև ես դրա մասնագետը չեմ, բայց իմ կարծիքով բալետի պարուհին ավելի թեթև պիտի։ Դե օրինակ ես կարծում եմ օրինակ այդ բալետի պարուհին բալետի պարուհի լինելուց զատ նաև այլ ինչ որ աշխատանք էլ կունենա, որովհետև սերիալի մեջ է նկարվում։ Հնարավոր է, որովհետև իրենց տված այդ կոպեկներով անհնար է գոյատևել։ Իմ ասածը հենց դա է, եթե մենք օրինակ ունենում ենք հավելյալ գումար, խենք տալիս հենց տնօրենին։ Էդ է ինձ ջղայնացնում է իրավիճակում։ Եկեք տանք դերասանին։ Եկեք տանք օրինակ, չգիտեմ, շենքի հարդարմանը, շենքի գեղեցկացմանը, որովհետև էդ էլ է կանչող ինչ որ մի բան։
Երբ որ դու աստիճաններով իջնում ես ու այդ աստիճանները ամբողջովին թաց հանձրևաջրի պատճառով դու այն որ մի կեր բռնված չես գնալ հետ։ Իսկ հիշում ես որ մի քանի ամիս առաջ Փարաջանովին նվիրված ինչ որ բան էին արել ու գրքերը ուղղակիորեն բաց վիճակում շարել էին օպերայի Բաքվում։ Հա։ Ես չհասկացա դրա նոր արվեստներ իրենց։ Դրա իմաստը ինչու՞մ է, երբ որ դու գիրքը բացած, գետնի կտոր փռեի կգոնե մի հատ տակ կամ ինչ որ չգիտեմ, ես էլ այդ վերադառնալով կինոյին նայ արի մի բան է փաստենք, որ եթե մենք նշում ենք, որ մարդիկ չեն գնում, պիտի հասկանանք ինչ պրոդուկտ են տալի, որ մարդիկ չեն գնում։ Մեր վերջին նկարած բոլոր ֆիլմերը գողության մասին են։ Հա, նայել եմ։ Հա, նայել եմ նայել։ Մի հայ TikToker էր կարծեմ, TikTok-ում եմ տեսել այդ վիդեոն, որտեղ որ ինքը թվում էր մեր բոլոր վերջին ֆիլմերը, ու բոլոր ֆիլմերի կամ վերնագրերի մեջ կա գողությունը, գողության հետ կապված ինչ-որ մի բան, կամ սյուժեի մեջ է ուղղակիորեն գողություն։ Այսինքն մենք ազգովի ուրիշ հետաքրքրություն չունենք, քան գողությունը։ Որտեվ է դա ռոպագանդվում։ Ձեզնից գողացել են այսքան տարի։ Ձեզնից ինքը գողա հարևանն բնդուրդ փակ պահի օրինակ չգիտեմ, էսենց, էտա ռոպագանդվում հիմա։ Շատ անհասկանալի։ Վարչապետի բոլոր ելույթների մեջ էլ կա գողության մասին ինչ որ հատված։ Այդ բառը գողություն շեշտվում է միշտ։ Վարչապետը օգտագործում է թալան բառը, որը որ թուրքերեն բառը, չի օգտագործում գողություն։ Թալանել են, հա, նախկինները։ Ու այդուհանդերձ ամեն ձև փորձում են վնաս պատճառել։ Բայց օրինակ մենք հենց այդ նույն նախկինների ժամանակ ունեինք հիանալի կինոարտադրություն։ Օրինակ հիշում ես Սպանված աղավնին։ Ո՞վ շո։ 2009 թվականին էր, կարծեմ։ Էլի խոր։ Իսկ թվում է խորենի լավագույն դերն էր։ Հա։ Թողինցների խորենը եթե ինքը այլ կարծիք ունի իր դերերի մասին, բայց իմ կարծիքով իր ամենահաջողված կերպարը հենց Ռուբեն Թուսյանի կերպարն էր Սպանված աղավնի ֆիլմում։ Խորենի օրինակ ամենաչստացված իմ համար դերը էլի ներողություն եմ խնդրում։ Նազիկ Ավդալյանի ֆիլմի մեջ ինքը Գագիկ Ծառուկին էր խաղում։ Չեմ դիտել անկեղծ ասած։ Շոտ չստացված էր։ Շոտ։ Ու տեղ-տեղ Վազգենի ֆիլմի մեջ ես իրան դեռևս այն ֆիլմի ազդեցության տակ Գագիկ Ծառուկյանն էի տեսնում։ Հա։ Որովհետև ինքը այդ մանիերան, այդ խոշոր, հա, այդ ամեն ինչը նման էր ինքը անում երկու ֆիլմերում էլ ու իմ համար այդ մի քիչ ես չկարացա իրան որպես Գագիկ Ծառուկյան մարսեմ ու Վազգենի ժամանակ հենց այդ էր իմ մոտ։ Խորեն Լևոնյանը ֆիզիոլոգիապես նման է Վազգեն Սարգսյանին, ինչքան դե ես Վազգեն Սարգսյանին չեմ տեսել։ Հա, օրինակ կադրերով շատ տեղ-տեղ սենց որ խառնում է իր արդեն։ Հա, շատ դեմքով չէ, բայց չէ, դեմքով է։ Այնպես էին իրանք գրիմը արել այդ ամեն ինչ արել, որ նմանություն ակնհայտ կար։ Դերասանի ընտրությունը իմ կարծիքով ճիշտ էր։ Բայց մենակ դերասանի ընտրությունն էր ճիշտ, ու մենակ այդ մի դերասանի ընտրությունն էր։ Չէ, Մայրիկի դերն էլ վատը չէր։ Մարջանը։ Չէ, օրինակ այդքան էլ վատ չէր իմ համար ինքը։ Մարջանը շատ լավ դերասան է։ Ուղղակի շատ խեղճացած ներկայացված էր էլի, բայց ես վստահ եմ, որ Վազգենի Մայրիկը այդպեսին չի եղել։ Ինձ թվում է, եթե սյուժե լիներ նորմալ, լիներ սկիզբ, լիներ ընթացք, լիներ ավարտ, մենք նայենք ու այլ կարծիք կունենայինք հենց դերասանական։ Նույն Մարջանի օրինակով ինքը ամեն տեղ է լավը։ Թատրոնում, սերիալում ինքը ամեն տեղ է լավը։ Իր պրոդուկտը լավն է միշտ ստացվում։ Որտեվ ինքը դերասան է, բայց օրինակ ես ու դու չենք կարող աշխատենք դերասան, չենք կարող լինենք թատրոնի դերասան։ Ես օրինակ ինձ թույլ էլ չեմ տա բարձրանալ մի բեմը հարթակ մարդկանց հետ ովքեր ունեն այդ պրոֆեսիոնալի մակարդակը ու այնտեղ դու ինչ որ բաներ անես, որ հանդիսատեսը չհասկանա ինչ է կատարվում։ Որտես նաև մենք ստեղ ուրիշ խնդիրել ենք ունենում, այն ուսանողները, ովքեր որ ընդունվում են թատերական ինստիտուտ ու տեսնում են, որ ուղղակիորեն ռեժիսորները նախապատվությունը տալիս են բլոգերների, ովքեր որ չունեն թատերական կրթություն։ Դա նախ մի կողմից ունենում ենք մարդիկ, ովքեր որ ավարտում են թատերական ինստիտուտը ու չեն ունենում գործ, որովհետև այսպես թե այնպես մենք ունենք շատ մեծ թվով թատերական ընդունվողներ ու ավարտողներ, քան մեր շուկան է պահանջում, ու չավարտողներ էլ շատ ունենք։ Ընդունվող ու չավարտող։ Այո, ունենք բոլոր բնակավարներում այդ, այսինքն մեր ինստիտուտները հարմարեցված չեն այն քանակին, ինչ քանակին որ պետք է լինեն։ Այսինքն մեզ այդքան տնտեսագետներ, իրավաբաններ, չգիտեմ, քաղաքագետներ ու մնացած բոլոր մասնագիտությունների դեր մարդիկ պետք չեն։
բայց փոխարենը ունենք մասնագիտություններ ու մասնագիտացումներ, որտեղ որ մեզ պետք են մարդիկ, ու այդ մարդիկ չկան։ Դե նայեք ԳՄՍ-ն այստեղ ինչ էր ասում, ասում էր, դե հենց այդ նույն խնդիրն ենք ասում, իր խնդիրն է ասում, էլ ինքը ասում է մենք այս խնդիրն ունենք, ու ինչ լուծում է այստեղ առաջարկում։ Բոյերի օպտիմիզացում։ Փակենք էս, օրինակ այս ինչ բաժիններն ունեն, այս համալսարաններ, փակում ենք, մի հատ ենք սարքում, ու ստեղ արդեն մրցակցության շուկան է կորում։ Օրինակ մենք մրցակցում ենք կողքի համալսարանի նույն ֆակուլտետի հետ, օրինակ։ Ու այդ ստիմուլը, այդ մոտիվացիա է։ Այո։ Բնականաբար կան բաժիններ, որ մենակ այդ համալսարանը կարա ունենա, բայց այդ երբ որ դու փակում ես բոլոր ու դարձնում ես մի հատ ընդհանուր իրան ինստիտուտ, համակարգ ես դարձնում, դու ուսանողի մեջ ջարդում ես մրցակցությունը, իսկ մրցակցությունը շատ ճիշտ բան է, մանավանդ երիտասարդության մեջ։ Իսկ օրինակ որ Փիրոսովը ցանկանում են միացնել ֆիզկուլտ ինստիտուտին, ինչով են հիմնավորում այդ։ Չեն ուզում միացնել, ասենք ասեմ, իրանք ուզում են 3 համալսարանները։ Այս կոնկրետ ես հարցում եմ արել, հարցման տվյալներն եմ հիմա ներկայացնում։ Մանկավարժականը, ֆիզկուլտ ինստիտուտը, Բրյուսովը փակվում են, բացվում է մի նոր համալսարան։ Չեն միանում իրանք էլ, իրանք փակվում են, դառնում են մի ամբողջություն, լինում է այնտեղ, օրինակ, չգիտեմ, այս ինչ բաժինները այդտեղ կոնկրետ մանկավարժներն են, այս ինչ բաժինը այդտեղ կոնկրետ, չգիտեմ, էլի նույնն է ինքը դառնում, սպորտսմեններն են, այս ինչ բաժինը այդտեղ մենակ լեզվաբաններն են։ Այո։ Իրանք նայում են Բրյուսով լեզուներ, իրանք ուրիշ բան չեն տեսնում, այնտեղ չեն նայում, որ մենք քաղաքագիտություն էլ ունենք, լրագրություն էլ ունենք, սերվիս էլ ունենք, տուրիզմ էլ ունենք, չգիտեմ, ինչ ասես, մենք ունենք, բայց իրանք այդ ամենը հասարակության մեջ նստած է Բրյուսով, ուրեմն լեզուներ, չէ։ Մանկավարժական, ուրեմն դասատու, ուրեմն դասախոս, ֆիզկուլտ սպորտսմեն, չեն նայում, օրինակ կա իրանք էլ լրագրություն օրինակ ունեն, սպորտային մեկնաբան։ Հիմա օրինակ այդ նույն մարդը գա Բրյուսով լրագրություն սովորելու, իրեն սպորտային մեկնաբան չեն դարձնելու, լրագրող են դարձնելու։ Իսկ եթե ինքը ուզում է դառնալ հենց սպորտային մեկնաբան, ինքը գնում է այնտեղ, կամ սպորտային լրագրող։ Ինքը ուղիղ ֆիզկուլտ է գնում։ Ու նույնը մանկավարժները։ Մեր մոտ էլ կա մանկավարժության ֆակուլտետ, բայց մեր մանկավարժները ունեն կոնկրետ ուղղվածություն, իրենց մանկավարժները լրիվ ուրիշ ուղղվածություն ունեն։ Ճիշտ է, ինչ որ տեղեր համընկնում է այդ ամեն ինչը, բայց ոչ բոլոր տեղերում։ Այսինքն օրինակ ՀՊՏՀ-ում, որը որ ես եմ ավարտել, բոլոր ֆակուլտետները մասնագիտացված են հենց կապ ունեն տնտեսության ու տնտեսագիտության հետ։ Ու օրինակ ես դժվար եմ պատկերացնում, որ այլ համալսարանի այդ ֆակուլտետը ավելի մեծ քանակությամբ դիմորդների արժանանա, քան օրինակ մեր համալսարանի այդ ֆակուլտետը։ Ցանկացած X ֆակուլտետների մասին է խոսքը, բայց նորմալ չեմ համարում, երբ որ ուզում են միավորեն ու օրինակ այն դասախոսը, ով որ այլ համալսարանից է, ինքը օրինակ գա եւ ՀՊՏՀ-ում դաս տա, որովհետեւ ամեն համալսարան ունի իր դասախոսները, պրոֆեսորադասախոսական կազմը, որոշ չափով լավն է, որոշ չափով վատն է, բայց երբ որ դու արհեստականորեն բերում ես ու միացնում ես իրար համալսարանները, այստեղ դասախոսները պարզա որ ավելի շատ են լինելու, քան պահանջարկն է, կոպիտ ասած։ Այդ եմ ասում, դիմը 1/3 դասախոսների պիտի հանեն ուղղակի։ Բոլորը դասախոսները, հավաքարարները, պահակները, ռեկտորները 1/3-ն է մնում։ Այսինքն եթե մենք 3 ունենք ամեն ինչից, մնում է 1/3-ը։ Բայց բան կա վտանգ, որ ուղղակիորեն կմնան համալսարանում դաս տալու են դասախոսները, ովքեր որ ռոպագանդում են այս իշխանությանը։ Վտանգը ոչ թե կա, այդ վտանգը արդեն եկել է համալսարաններ։ Մենք ամեն տարվա սկզբին սեպտեմբեր ամսին ունենում ենք կադրային ջարդ։ Անցած տարի էլ ունեինք, այս անցած տարվանը ուղղակի դուրս հանեցին հենց այն մարդկանց, ովքեր ասենց ուղիղ կապ ունեն քաղաքական, նայում ես դեմքին գրած քաղաքականություն, իրանց հանեցին, ովքեր միտինգներին երևացողն էին շատ։ Այս տարի խորքային ուսումնասիրություն էին արել։ Նայել են օրինակ Facebook-ով լայքել ես, ինչ մարդ, всё, հեռացված ես։ Всё, այս ինչի տակ 10 տարի առաջ կոմենտ ես գրել, հեռացված ես, всё։ Այդ վիճակն էս տարի արդեն, որովհետև իրանք անցած տարի քանի 100 դասախոսի հեռացրել էին ու արդեն որ քեզ թվում է տեղ չկա, ընդհանրապես էլ տեղ չկա։ Իրանք այս տարի մի հատ այնց կաշմար ցուցակ ներկայացրեցին դասախոսների, որ դասաժամ չեն տրամադրել, որ նա ասում խի էլի։ Ու ասեմ շատ ռեկտորներ չեն թաքցնում քաղաքական դրդապատճառներով էր։ Որովհետև իրանք իրենց անձնական ոխ ունեին կոնկրետ այդ դասախոսի հետ։ Ես 10 անգամ ասել եմ, 11-ն էլ եմ ասում, այն դասախոսները, ովքեր հեռացվեցին, կոնկրետ մեր համալսարանից, իրենք լավագույնն էին։ Իրանք լսարանում մեզ ամեն ինչ էին տալիս։ Օրինակ նայ ՀՊՏՀ-ում կային սենյակներ, որոնք որ դասասենյակներ, լսարաններ, որոնք որ նվիրված էին տարբեր պատերազմների
հերոսներին, մեր մոտ էլ կա։ ու այդ լսարանների ներսում փակցված էին Լեռնային Ղարաբաղի ազգային հերոսները ու Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները։ Ու 2018 թվականի իշխանափոխությունից, իշխանազավթումից հետո որոշ մարդկանց ազդեցության տակ որոշ ուսանողներ կտրել էին եւ հանել էին որոշ հերոսների նկարներ։ Ու ասեմ, չէ, մենակ։ Ու մի վարքյան կներես միտքս ավարտեմ ու ամենաահավորը կայանում էր նրանում, որ որոշ դասախոսներ, ովքեր որ ներկայումս բարձրաստիճան պաշտոնյաներ են դարձել, իրենք կան confession-ներ, որը որ իմ ժամանակ ավելի հայտնի էին, քան հիմա, եւ այն ժամանակ գրում էին, որ օրինակ սենց բան ենք արել կամ այս լսարանից հանել են կես մարդու նկարը կտրել են, սենց հանել են, ու այդ մարդիկ փոխանակ ասեն, «Էս ինչ եք անում», մի հատ էլ ուրախացել էին դրա վրա ու շատ մոտիվացնող կոմենտներ էին գրում, որ այլ ավելի շատ արեք, խեք այդքան քիչ արեք։ Դե նույն է 2018-ի ժամանակ ռազմագիտությունը անցնում են 6-րդ դասային սկսած, չէ՞, կարծեմ, 6-7-րդ դասային սկսած, 6-7-րդ դասայինի երեխան տենց բաների մասին կարող է գաղափար ունենալ, բայց խորապես չէ, հաստատ չէ։ Իսկ այդ ռազմագիտության վերջին էջերում, երբ որ կային այդ հերոսների նկարները, չեմ ուզում այդ բառն ասեմ, բայց երեխքին այնքան էին տրամադրել արդեն, այնքան էր մեդիան ու ոչ միայն մեդիան, հասարակությունը լցված հենց դրան, որ իրանք բռնել, կտրել էին այդ վերջի էջից մի քանի հատը ու հանել են, բայց ես այս տարի նայել եմ վերականգնված էջերը, բոլորը տեղում են, ստայելի գալիս այն մասին, որ արդեն ուսուցիչները իրանք են ասում մի արեք չի կարելի, այսինքն այն գիտակցումը մեր մեջ հետ է գալիս, որովհետև շատ մարդկանց վրա գործեր կարեցին, պիտակներ կպցրեցին, ամեն ինչ արեցին, բայց օրինակ շատ ու շատ մարդկանց մահվանից հետո մենք էլի հետ եկանք նրան, որ ինքը ճիշտ էր, հենց ամենասկզբից։ Օրինակ ես որ նշում էի նկարը կտրել հեռացրել էին, ես խոսում էի Մանվել Գրիգորյանի մասին։ Ես էլ մարդու մասին խոսում։ Մանվել Գրիգորյանի նկարը ուղղակիորեն կտրել ու հանել էին ու դասախոսները բոլորը չէ, խոսքը ներկայ իշխանության հետ առնչություն եւ աղարս ունեցող մարդկանց մասին է, իրենք դասախոս լինելով մտնում էին խրախուսական կոմենտներ էին գրում։ Իմ համար դա անհասկանալի է։ Դա օրինակ հիմա ռազմագիտության դասատուն, եթե նայում էր որ ռազմագիտության շեշտենք։ Տենում էր օրինակ Մանվելի նկար հեռացրած, հա։ Օրինակ ես կխոսայի աշակերտիս հետ, ասեի ինչ ես անում մի րոպե։ Հա։ Իսկ այն ժամանակ տոտալ անտարբերություն էր, բայց մահից հետո, մահվանից հետո արդեն հանրային ընկալումներն լա փոխվել։ Դե մենք ազգովի ունենք խնդիր, մենք չենք սիրում ողջ հերոսների։ Մեր ազգը սիրում է մահացած հերոսների։ Չեմ հիշում ով էր, այդ միտքը ինձ առաջինը հա տվել, շատերն ասում են, եթե Վազգենը ողջ մնար, ինքն էլ օրինակ կարժանանար նույն այն, հա, խոսքերին են ամեն ինչին, ինչ որ նախկինները։ Ես ցավով ցանկանում եմ նշել, որ այդ ժամանակ էլ Վազգենի մահվանից առաջ էր, այն ժամանակ կային հոսանքներ իր դեմ։ Ու կային մարդիկ, ովքեր որ բացասական ստատյաներ էին գրում, հոդվածներ էին։ Կան մարդիկ, թե այդ մարդիկ միջև հիմա կառավարությունում օրինակ նստած են։ Օրինակ հիմա վարչապետը։ Ու դա մարդկանց մեջ տարածվում էր ցավոք սրտի, այսինքն շատ մարդիկ հասկանում էին, ասում էին, «Էս ինչ եք անում», բայց մարդիկ էլ կային, որ կարդում էին։ Ու արի հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը եղել է այն մարդը, որ Վազգեն Սարգսյանի մասին հոդված է հրապարակել, որտեղ որ ինքը գրել է, որ Վազգեն Սարգսյանը տանմա ձեր երեխեքին սպանում է։ Հենց ֆիլմի մեջ էլ օրինակ այդ ամեն ինչին շատ քիչ անդրադարձ կար։ Ինձ շատ բաներ պակասեց։ Գարուն ամսագիրը ներկայացվում էր, շատ լավ էր, բայց իմ համար էլի պակաս բաներ կար, որովհետև տակ այնքան սիրուն պատմություններ կան իրականում։ Իրականում մի գիրք էր այս վերջերս հրապարակվել, կոչվում էր Վազգենը եւ Վանոն, կամ նմանատիպ ինչ-որ վերնագիր ուներ, կարող սխալ եմ ասում մի փոքր, ու ես անկեղծ բացասական առումով ապշացամ այդ գրքի բովանդակությունից, որովհետեւ երբ որ դու կարդում ես, չկար մի կերպար, որը որ դրական է ներկայացված, այսինքն գրքում կա օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, կա Ռոբերտ Քոչարյանը, կա Սերժ Սարգսյանը, կա Վազգեն Սարգսյանը, կա նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, կա Վանո Սիրադեղյանը ու չկա մի կերպար, որը որ դրական ասպեկտով է ներկայացված այդ գրքում։
Այսինքն այդ ես ներողություն եմ խնդրում, բայց այդ գիրքը որ դու կարդում ես, ասում ես Վազգենը, բայց ոնց որ այդքան է Վազգեն չէր։ Ու բոլորի մասին, երբ որ դու կարդում ես, ասում ես ես ինչ են գրել։ Ցավալի է։ Այս ցավալի նոտերը այսօր որպես կանոն մենք բացասական նոտայի ենք ավարտում։ Արդեն էս 4-րդ հաղորդումն է։ Այո, այսօր հաղթանակ մաղթենք մեր ֆուտբոլի ազգային հավաքականին։ Սպասենք Հենրիխ Մխիթարյանի գրքի թարգմանությանը։ Այո, քանի որ մեզ հաղթանակներ հիմա առավել քան անհրաժեշտ են։ Սպասենք հետագա զարգացումներին, արդեն Հունգարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո մենք կանադառնանք հանդիպմանը։ Խաղի արդյունքներին։ Այո, հույս ունենանք, շնորհավորենք մեր տղաներին։ Հույս ունենանք օդը կմաքրվի շատ շուտ։ Մենք նվազագույնը ողջ կլինենք, որպեսզի մեր հաջորդ թողարկումը կարողանանք հրապարակել։ Երևանի Երևան միջոցառումներն էլ բարեհաջող կավարտվեն, ոչ մեկ չի դուժի, եւ բացի այդ սպասենք անպայման Հենրիխի գրքի թարգմանությանը, որպեսզի շատ հետաքրքիր կետեր ներկայացնենք իր։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, լայքեք, կոմենտեք մեր վիդեոները, հարցեր ուղեք, դե իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։